2025 թվականը ընդհանրապես հայ եկեղեցու համար հոգեգան ծնծության ու փրկության տարի է, որովհետև իր Գաթողիկոսին նորին Սուրբ Օզություն դեռ Արամ առաջին սրբազնագույն հայրաբեդի ընտրության ու օծման 30-ամյակը կփոլորե։ Իբրև ազգնդիր հայրաբեդ Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսության Սուրբ Աթոռին, առայդ շաբաթ 14 հունիս 2025-ին Լիբանանի հայոց թեմը կազմակերպված էր պաշտոնական ճաշկերույթ, տոնախմբելու համար նորին սրբության գաթողիկոսական ընտրության ու օծման 30-ամյակը։ Լիբանանի ու Հայաստանի Հանրապետություններու քայլերքներու ավարտին բացման խոսքով հանդես եկավ Մարալ Մղսյան։ Բարի Քալեստյան խոսքերու արտասանումով ան ներկայացուց օրվան պաշտոնական հայդակիրը։ Այս առիթով հանուն Լիբանանի հայոց թեմի ազգային վարչության ու ազգային իշխանությանց խոսքեր արտասանեցին Լիբանանի երդասարտության ու մարմնագրթության նախկին նախարար եւ ազգային վարչության փոխադենապետ Վարդինե Օհանյան Քևորքյան եւ ազգային երեսփոխանական ժողովի ադենապետ Վիգեն Ավագյան։ Երաժշտական կատարողությամբ ելույթ ունեցավ Համասկայնի Փարսիականացյան երաժշտական քոլեջի Լարային Կարիագը։ Ապա խոսք արավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Դերշահայ arczepiskopos Պանոսյան։ Անպարկ տվավ Աստուծո, մասնավորապես այն իրողության համար, որ վեհապար հայրաբեդը 1978 թվականին սկսյալ, որպես Լիբանանի հայոց թեմի առաջնորդ, սերտորեն առնչվեցավ լիբանանահայ կյանքին ու 30 տարիները ի վեր նաև իր ուսերուն վրա գրեց Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսության հայրաբեդական Սուրբ Աթոռի ծառայության ամենածանր պատասխանատվությունը։ Եվ հակառակ այն իրողության, որ անցնող տասնամյակներուն իր երահաճորդ ու իրական տագնապներն ու աղետները անբագաս եղան մեր կյանքեն, հայրաբեդին քաղաքալության շրջանը հանդիսացավ Գաթողիկոսությանս ժամանակակից պատմության ամենափեղուն ու ամենաշքեղ հանգրվանը։ Իր խոսքի ավարտին Շահե arczepiskopos հրավիրեց նորին սրբությունը, որբեսի իր հայրաբեդական պատգամը ուղղե ներկաներուն։ Արամ առաջին Գաթողիկոս իր խոսքին սկիզբը շնորհակալություն հայտնեց արտասանված խոսքերուն եւ երբեմն ալ չափազանցված մտածումներուն ու արտահայտություններուն համար։ Ապա անասավ, որ ամյակները արիտ ու հրավեր են ինքնահայեցողության ու ինքնակնության։ Նորին Սուրբ Օզությունը անցնող 30 տարիներու իր հովվապետական ծառայությունը բնութագրեց որպես հավատքի առաքելություն ու ազգային ծառայություն։ Ան նշեց, որ իր կյանքի այս երկու տարածքները իրարու հետ ցերտորեն առնչված ու շաղախված են եւ դարձած են առանցքը ու նպատակը իր հովվապետական ծառայության։ Ան ավելցուց, որ 3 սկզբունքներ, հանձնարարություններ, համոզումներ մղիչ ուժ դարձան իր առաքելության եւ ծառայության։ Առաջին, եկեղեցին սոսկ կրոնական հաստատություն չէ, այլ քրիստոսադուր առաքելություն է ու գոչում։ Երկրորդ, Անտիլիասը սոսկ վարչակազմակերպչական վայր չէ, այլ թեպի ժողովուրդ ուղղվող ժողովրդանվեր ծառայություն է։ Եվ երրորդ, Գաթողիկոսը սոսկ քահ բարձրացող անձ չէ, այլ քահը իր կյանքով, իր ծառայությամբ ու իր իրաքորձումներով բարձրացնող անձ է։ Թող ժողովուրդը արժևորե եւ պատմությունը տադե, այնինչ որ Արամ առաջին Գաթողիկոս կատարեց Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսության ջամփով եւ փոխադարձաբար Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսությունը վեհապար հայրաբեդին ջամփով անցնող 30 տարիներու ընթացքին, ըսավ նորին սրբությունը հաստատելով, որ Գաթողիկոս ու Գաթողիկոսություն մեկ ամբողջություն են։ Այս գիտակցությամբ է, որ մեր Սուրբ Աթոռը անցնող 30 տարիներուն իր առաքելությամբ ու ծառայությամբ նոր որակ ու նոր հմայք տվավ։ Անտիլիասը դարձավ ջարակայթող ներկայություն մեր ժողովրդի կյանքին մեջ, Հայաստանեն սկսյալ եւ իսպյուրս աշխարհի։ Եզրափակեց իր պատգամը Արամ առաջին Գաթողիկոս։ Երեգույթը իր ավարտին հասավ Գիլիգի աուրքներկով եւ ի վեհ բարձանց հայրաբեդական մաղթերքով։